Ձնամաքրման հետևանքով մայրաքաղաքում առաջացած հսկայական փոսերը դարձել են հարյուրավոր վթարների, մեքենաների անվադողերի վնասման պատճառ։ Արդյոք տուժած վարորդներին կտրվի փոխհատուցում, պարզվում է ոչ։ Որն է պատասխանատու վարքագիծը, որ ձյուն է եկել եւ աղենք լցրել եւ փոսեր են գոյացել, այսինքն կամ պետքա ձյունը չմաքրվել կամ ես ուզում եմ հասկանալ որն է դրա պատասխանատվությունը։ Ստեղծված բնական իրավիճակով պայմանավորված եղել են փոսեր։ Եվ նման ընթացակարգ ցավոք սրտի քաղաքապետարանը չունի։ Հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, առաջացած փոսերի աննախադեպ քանակը պայմանավորված է 2025-ի առատ տեղումներով։ Նախորդ տարի 2025 թվականին համեմատած 24 թվականի 2.5 անգամ ավել աղոավազով մշակում է եղել, քանի որ դա պայմանավորված է եղել առատյան հետևանքով եւ 25 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ եւ բնականաբար ծավալը եթե 24 թվականին եղել է մոտ 5000 տոննա, 2025 թվականին եղել է 12000 տոննա։ Թեև օգտագործվել է մեծածավալ աղու ավազ, այնուամենայնիվ Երևանում վերջին 2 տարիներին միջին նորոգված կամ փոսալցված փողոցներում խնդիրներ չեն առաջացել, ասաց Պաշտոնյան։ Որքան թարմ է եղել միջին նորոգումը կամ փոսալցումը, այդ հատվածներում կամ գրեթե չկան փոսեր կամ չկան առհասարակ։ Ես դες կարող եմ մեջբերել մի քանի փողոցներ, ես նույնիսկ գրառում էի կատարել, որ նախորդ տարի մենք իրականացրել ենք Վաղարշան փողոցում, Էրեբունի փողոցում, Գայի պողոտայում, բացառությամբ մի դեպքի Գայի պողոտայի, ես դա նույնպես կմեկնաբանեմ, դա ուղղակի սողացող հող է եղել եւ այդ հատվածում շինարարը երաշիքի մեջ է, շինարարը պարտավոր է այդ հատվածում ոչ միայն փոսալցում իրականացնել, այլ ամբողջությամբ այդ տվյալ հատվածում միջին նորոգում պետք է իրականացնի։ Եվ բազմաթիվ մենք մոտ 200,000 քառակուսի մետր իրականացրել ենք փոսային լցման աշխատանքներ եւ կարող եք դուք ինքներդ շրջել կամ միասին շրջենք եւ կտեսնենք, որ այդ հատվածներում չկան որևէ խնդիրներ։ Ի վերջո, երբ կավարտվեն վարորդների նյարդերն արդեն քայքայած փոսերը նորոգելու աշխատանքները, Փամբուխչյանը հստակ ժամկետներ չի նշում։ Ներկա պահին մոտ իրականացրել ենք 10,000 երևի քառակուսի մետր, բայց մեր բյուջեով նախատեսված է 200,000, այսինքն մենք դեռ շատ ունենք եւ փոսալցումը ամբողջ տարվա համար է մեզ մոտ նախատեսվում, այսինքն ինքը չունի հստակ ժամկետ։ Ավարտը կարող ենք համարել եղանակային պայմաններից ելնելով, ենթադրենք դեկտեմբեր ամիսը, եթե իհարկե թույլ տա։ Բայց մենք աշխատում ենք բնականաբար մինչև եղանակային պայմանների վատթարանալը այդ հարցերին լուծում տալ։ Ինչ վերաբերվում է այդ փոսերի մեջ գոյացած հողերին, ինչպես գիտեք, փոսալցման աշխատանքների ժամանակ դա մաքրվում է եւ արդեն մեկ այլ հիմնարկ քաղաքապետարանից ԵԱՍՄ-ն ինքն է արդեն պատասխանատու տվյալ մաքրության համար։ Փամբուխչյանը տեղեկացնում է նախորդ տարիների համեմատ այս տարի փոսալցման աշխատանքները ժամկետից շուտ են մեկնարկել։ Մեր շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին մինչև փետրվարի վերջ սկսում են վերազինում իրենց ասֆալտի գործարաններում։ Եվ այդ վերազինումը իրենք այնպես են հաշվարկում, որ ավարտվի մարտի 1-ից մինչև մարտի 10 ընկած ժամանակահատվածում, որն էլ իր հերթին ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավեն եւ իրենք իրականացնեն ասֆալտապատում։ Սա ուղղակի այս ֆորս մաժորային իրավիճակում, որը որ մենք ունեցանք, կրկնում եմ եղանակային պայմաններից ելնելով առատյան հետևանքով եւ նաեւ մեծ քանակի աղոավազով մշակման հետևանքով մենք ուղղակի խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը աշխատացնել, որտեղ որ մյուս շինարարները իրենից օգտվում են ասֆալտ գնելով եւ եթե չեմ սխալվում 2 օր առաջ նոր երկրորդ գործարանն է սկսել գործել։ Երևանի փողոցների մեծ մասում փոսալցման աշխատանքների գործընթացում բիտումի հետ կապված որևէ խնդիր չկա, սակայն որոշ հատվածներում շինարարները ոչ պատշաճ մոտեցում են ցուցաբերել, ասաց Փամբուխչյանն ու հավելեց, այն շինարարական ընկերությունները, որոնք թերացել են իրենց աշխատանքներում, եւս մեկ անգամ անվճար հիմունքներով կհիմնանորոգեն ու կբարեկարգեն փողոցները։ Այնուամենայնիվ, Պաշտոնյան խոստովանում է, փոսերը ժամանակից ուշ նորոգելու հարցում իրենք թերացել են։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։